Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր ազգային աշխարհի ամենահամեղ, ամենաարևաբույր եւ ամենաբազմազան հայկական ազգային խոհանոցից։ Այդ ուտեստները, որ ներկայացնում ենք, մենք հույս ունենք, որ կլրացնեն ձեր ընտանեկան գերակրացանքը։ Ինչու՞ չէ նաեւ այս կամ այն հանրային սննդի օբյեկտներում կարող են օգտագործել այդ ուտեստները, բայց այսօր մի յուրահատուկ օր է, դուք նախորդին տեսաք մեր խորովածի համահայկական 6-րդ փառատոնի բացումը, իրականացումը եւ ընդհանրապես ամբողջ ընթացքը։ Բարեկամներ, այսօր մենք ձեզ ենք ներկայացնելու համահայկական 6-րդ խորովածի փառատոնի գլխավոր հաղթողին։ Իմ հյուրն է այսօր բարեկամներ գուրման հացատան ավագ խոհարար Արսեն Թովմասյանը, ով շահեց գլխավոր մրցանակը։ Ողջույն Արսեն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալություն։ Շատ ուրախ եմ, որ հյուրընկալեցիր մեզ եւ առավել ուրախ եմ, որ դու լավ մտահղացմամբ քո ներկայացար եւ գլխավոր մրցանակը շահեցիր։ Ինչ զգացողություններ ունեցար այդ մրցանակը շահելիս։ Մի խոսքով չեմ կարող պատմել, մի բառով էլ իհարկե, բայց տպավորությունը այնքան մեծ էր, որ խոսքերը ավելի լուրջ են։ Ես ուղղակի ծանոթացնեմ բարեկամներ, որ Արսենը ոչ միայն խորովածի փառատոնին այսպես հաղթանակ ունեցավ, այլ նաև ինքը շատ ակտիվ է մասնակցում մեր բոլոր փառատոններին եւ գիտեք ամեն անգամ ինքը հենց շահում է լավագույն մտահղացում անվանակարգում։ Այսինքն միտքը տեղն է, ամեն ինչ տեղն է, ինչ ենք պատրաստելու այսօր։ Հաղթող խորովածի տարբերակը։ Այո։ Լավ։ Սկսում ենք բաղադրատոմսից։ Ահա։ Հավի կրծքամիս։ Այստեղ ունենք հավի կրծքամիս։ Կրծքամիսն է։ Ահա։ Տավարի փապկամիսն է։ Տավարի փապկամիս, մեջկամիս։ Մեջկամիս։ Նախորոք համենված։ Այո, եւ խոզի ճարպը։ ճարպը։ Եվ խոզի ճարպը։ Ահա այս բաղադրությունը հենց բերեց հաղթանակ քեզ։ Հիմա տեսնենք թե ինչ արեցիր, որ գրավեցիր ժյուրիի համակրանքը։ Մեծ հոգի դրեցինք մեջ եւ գրավեցինք ժյուրի։ Դնենք հոգին, տեսնենք ինչ կստացվի այսօր։ Սկզբում վերցնում ենք տավարի մեխնամիսը։ Արդեն համենված է, Ինչով է համենված։ ռեհանով, ձեթով եւ թթվասերով։ Ռեհան, ձեթ, թթվասեր, բնականաբար աղ-պղպեղ։ Աղ-պղպեղ իհարկե։ Եվ ինչքան է պահվում համենված վիճակում։ Մի ժամից ավել։ Մի ժամից ավել։ Որպես տավարի միսա ուշ այլ։ Բնականաբար եթե ջերմաստիճանը ների մինչև 6 ժամ կարող ենք իհարկե։ Շատ լավ։ Եվ հավի կրծքամիսը։ Հավի կրծքամիսը, աղ եւ բիբար, ուրիշ բան չենք ավելացնում իրան։ Աղ ու պղպեղ։ Այո։ Հավը այդքան չարժե, այդքան չկա հավը։ Դե շուտ է եփում պրոստը տրամա։ Լավ, իսկ ճարբին ինչ ենք արել։ Միայն աղ։ Ուրիշ ոչ մի բան։ Շատ լավ։ Եվ ինչ պիտի անենք հիմա։ Հիմա փաթաթում ենք բոլորը միասին։ Հավասարացնենք կողքերքը։ Ես բնականաբար եւ աշխատենք եւ զրուցենք։ Իհարկե։ Արսեն ջան, միշտ ասում եմ, որ այն մեր միջոցառումներին, որտեղ որ կա առաջնություն, մասնակցող տղաները, մասնակցող խոհարարները, դրանք այն անվախ խոհարարներն են, այն վստահ խոհարարներն են, ովքեր որ չեն վախենում մրցույթից եւ իրենք ունեն վստահություն իրենց մասնագիտական կարողության նկատմամբ։ Եվ եւս մեկ անգամ ուզում եմ, դեռ շատ եմ շնորհավորելու քեզ, եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դու միշտ մասնակցում ես, չես վախենում թե պարտությունից, թե հաղթանակի, որտեղ մենք մասնակցությունը արդեն մեր հաղթանակն է, մենք արդեն շփվում ենք իրար հետ, մենք արդեն փոխանակվում ենք մեր կարողությունների մասով։ Խոհարարությունը ինձ համար դառել է հոբի, դրա համար ես չեմ վախենում ոչ մի բանից։ Գնում եմ առաջ։ Բարեկամներ, փնտրեք Արսեն Թովմասյանին, որովհետև ինքը անվախ խոհարար է։ Փաթաթում ենք, ավենակ մասեր հեռացնում ենք։ Եփելուց հետո սիրուն կտրում ենք։ Եփելուց հետո հիմա շարում ենք սա շշին, հա։ Այո, շարում ենք շշերին, սրանք բոլորը միասին։ Աշխատում ենք այնպես, որ բոլոր մսակտորները արդեն շշի վրա լինեն։ Այո։ Դրանք էլ։
Ես կարծեմ դու ընդհանուր կոմպոզիցիա ես ներկայացրել տարբեր մսերիկներին, տարբեր մսեր տարբեր տեսակի մսերներից եւ տարբեր լցոններով էր կարծեմ։ տարբեր ձևի։ Ես ուշադրություն, այսինքն չհասցրեցի ամբողջությամբ նայել, բայց հետաքրքիրը ինչն էր, որ գնահատողները ժյուրին գնահատելուց հետո եկան եւ ուզեցին որ տեսնեն արդյոք իրենց իրական գնահատակը տեղ հասել է թե չէ։ Եվ շատ ուրախացան, որ հենց այն համարն էր հաղթել, որով ներկայանում էիր դու։ Ահա, հավաքեցինք շշի վրա, հիմա դնում ենք կրակին, որպես փորձառու խոհարար։ Կրակի թեժությունը, բարձրությունը կապ ունի։ Անպայման։ Շատ երկար կրակի ժամանակ կարող է վառել տավարի միսը, սերվացնել սալը։ Շատ լավ։ Գնացինք։ Սպասենք մինչև պատրաստ լինենք։ Իսկ կապ ունի մի քիչ կեղապատելուց հետո շրջել, հետո նոր բերել։ Ամեն 5 րոպե մեկ կարող ենք շրջել, որպեսզի կեղապատվի միսը։ Կեղապատվի միսը։ Լավ, մի ավելի միջ կլինի խորովածը, միջ կպատրաստվի։ Ես ուզում եմ նշել, առաջի անգամ մասնակցեցիր կարծեմ ձկան փառատոնին։ Ինչ մտած, ինչ ունեիր, ինչ միտք ունեիր այդ ձկան հետ կապված։ Քո կարծիքով մենք ձկիտ ուտեստներ մեր խոհանոցում ինչ վիճակի մեջ է ձկիտ ուտեստները։ Կարող եմ ասել նորմալ վիճակում անես չի որ շատ հետ են գնում ուրիշներից։ Բայց այնուամենայնիվ ձկից քիչ ունենք ուտեստներ։ Այո, մենք ձկան հետ աշխատանքը մի քիչ է։ Քիչ է։ Արսեն ջան, այսինքն մենք այդ միջոցառումներով ինչ նպատակ որ դնում ենք, հասնում ենք այդ նպատակին։ Այո, իհարկե հասնում։ Մենք ունեցանք 20-ից ավել տաղավարներ, 20 տարբեր տեսակներ, տարբեր մտահղացմամբ, տարբեր համադրություններով ունեցանք։ Եվ հենց այս մրցանակը Արսենը ստացավ ներողություն ձկան փառատոնի ժամանակ լավագույն մտահղացում։ Շատ հետաքրքիր է մտահղացում, լավագույն մտահղացում։ Ես ուզում եմ որ դու այդ ոչ միայն շարունակես այդ մտահղացումները, այլ նաև քեզանից հետո եկող սերնդին նաև ուսուցանես։ Անպայման կուսուցանենք։ Լավ, կսպասենք խորովածը լինի, տեսնենք ինչ համ պիտի ունենա այս արդեն մրցանակակիր հաղթող խորովածը։ Ոնց որ արդեն պատրաստվում է խորովածը, Արսեն ջան, ոնց ենք մատուցելու։ Մատուցում ենք պատրաստված հատուկ սարքավորում պատրաստված։ Սա նորից մտահղացման հետ է կապված։ Ամբողջը մտահղացում է։ Իրականում բարեկամներ խոհարարությունը հենց լավագույն մտահղացումների հետ է կապվում։ Բնականաբար կան ավանդական ուտեստներ, բայց անպայման խոհարարը պիտի ունենա լավ երևակայություն։ Տոմատի մածուկ որպես սոուս։ Մինչ Արսենը կկտրատի, ես նորից հիշեցնեմ, օգտագործեցինք 3 տեսակի միս, հորթի մեջկամիս, հավի կրծքամիս և խոզի ճարպ, և բնականաբար հավի կրծքամիսը ներսում մնաց, քանի որ մկանային հյուսվածքը շատ նուրբ է և ջերմությունից ինքը կպատրաստվի։ Իսկ հորթը և ճարպը մնացին դուրսը։ Սա ինչ արեցինք։ Կարտոշկա։ Սա կարտոֆիլ է, ձևավորված կարտոֆիլ է։ Ահա այս հիանալի ձևավորված խորովածը պատրաստեց Արսենը, խնդրեմ, ունի լավ տեսք, գեղագիտական զգացումը տեղն է, համը չենք կասկածում և հենց այս խորովածի համար էլ Արսեն Թովմասյանը պարգևատրվեց մեր գլխավոր խորոված անող 14 թվականի գլխավոր խորոված անող Հայաստանի ամենաառաջին։ Ապրես, շնորհակալ եմ Արսեն ջան, ապրես դու, ինչ կցանկանաս մեր հեռուստադիտողներին։ Ամեն բնակարանում հաղթանակ, ընտանիքում նաև հաղթանակներ, ամեն ինչում հաղթանակներ։ Այո, ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել Արսեն Թովմասյանին,
նախ այս լավ ուտեստը պատրաստելու համար եւ երկրորդը առաջին տեղը գրավելու համար։ Եվ ինչպես ինքն է նշում, ունենանք բոլոր բնակավարներում հաղթանակներ, մեզ դա շատ պետք է։ Պետք է նաեւ այն առումով, որ մենք շուտով 100-ամյակն ենք նշելու մեր մեծ ողբերգության եւ մենք հենց հիմա է պետք ամեն բնակավարում հաղթանակներ, իսկ հաղթանակները բարեկամներ լինում են լավ աշխատանքի արդյունք, լինում են նվիրվածության արդյունք, լինում են ազգասեր եւ հայրենասեր լինելու արդյունքում։ Բարեկամներ, մինչ ավարտել ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Գուրման հացատան տնօրինությանը մեր հաղորդումներին աջակցելու համար։ Եղեք առողջ եւ երջանիկ, կտեսնենք ամեն օր։ Ցտեսություն բարեկամներ։ Խորոված 3-ը 1-ում։ Տավարի փապկամիս 100 գրամ, համեմված ռեհանով, ձեթով, աղով, պղպեղով։ Հավի փապկամիս 100 գրամ, համեմված աղով, պղպեղով։ Խոզի ճարպ, համեմված աղով։ Բարյախորշակ։